ստուդիայում Լիլիթ Նեհարությունյան եւ իմ այսօրվա հյուրն է կլինիկական հոգեբան եւ հոգեթերապևտ Մարտին Մովսիսյանը։ Այսօր խոսելու ենք մի հետաքրքիր պաթոլոգիա, երևի թե ասեմ, պաթոլոգիայի երևույթի մասին, որը կոչվում է նևրոզ։ Տերմինը շատ է գործածվում վերջերս, ինչ է իրենից ներկայացնում, կա արդյոք այդպիսի հիվանդություն կամ ախտորոշում։ Նևրոզին անվանել հիվանդություն համաձայն չեմ, ինքը խանգարումների փունջ է։ Այնտեղ կա մինիմում 7 խանգարում՝ նևրոտիկ, ստրեսի հետ կապված եւ սոմատոֆորմ խանգարումներ։ Այսպիսի վերնագիր է կրում նևրոզը, որը որ նախկինում անվանվել է նևրոզ։ Եվ այս վերնագրի տակ կան ենթավերնագրեր։ Տագնապային խանգարումն է, որի տակ նորից կան ենթավերնագրեր, գեներալիզացված տագնապային խանգարում, խուճապային գրոհներ ու տագնապային դեպրեսիա։ Հաջորդը գալիս են ֆոբիկ խանգարումները, որը էլի ենթավերնագրեր ունի, ագորաֆոբիա, սոցիալական ֆոբիա, սոցիոֆոբիան, նևրաստենիան այսօր ոնց որ այլ խանգարումների դաշտ է գնացել, ոնց որ վերանայելու կարիք ունի։ Նևրաստենիան նախկինում եւս նևրոզի տեսակներից մեկն է եղել, հիպոխոնդրիան եւս, որը որ արդեն սոմատոֆորմ խանգարումների դասին է պատկանում, ստրեսի հետ կապված եւ ադապտացիայի հետ կապված խանգարումը, որտեղ որ շատ մեծ նշանակություն ունի արդեն եւ շատ մեծ տեղ ունի հետտրավմատիկ ստրեսային խանգարումը, սուր ստրեսային խանգարումը եւ ադապտացիայի խանգարումը։ Թվարկածներից այնտեղ գոյություն ունեցողներից մեկ էլ օբսեսիվ կոմպուլսիվ խանգարումն է, որին չանդրադարձանք, որը որ այդ ցանկում նաև գոյություն ունի։ Այսինքն այս բոլորը ինչի մասին ես խոսում եմ, իրենք մի բառով համարվում են նևրոտիկ խանգարումներ։ Նևրոզ ասածը ոնց որ ինքը դասում է արդեն նևրոտիկ, ստրեսի հետ կապված եւ սոմատոֆորմ խանգարումներ։ Օրինակ հիպոխոնդրիան արդեն դասում է սոմատոֆորմ խանգարումներին, որովհետեւ ինքը մարմնական դրսևորում ունի։ Հոգեբանական խնդիրը արտահայտում է մարմնի լեզվով։ Նևրոտիկ խանգարման դեպքում մարդու անձը քանդված չէ, այսինքն մարդու ինքնագիտակցումը, քննադատական մտածողությունը ինքը շատ առողջ վիճակում է։ Եթե սենց կարճ ասեմ, ամենաառողջ խանգարումները դա նևրոտիկ խանգարումներն են, որը որ բոլորիս կարող է վերաբերվել։ Ամեն երրորդ մարդ իր կյանքի ընթացքում ունենում է ինչ որ այդ ցանկի մեջ ինչ որ խանգարում կամ ինչ որ խնդրի հետ է բախվում։ Այն մարդով կենսագործում է առավել եւս մեծ քաղաքներում, ծանրաբեռնված քաղաքներում, ավելի ռիսկը մեծ է, որ տվյալ անձը ունենալու է այս խնդիրը։ Նևրոտիկ խանգարումների հետ է բախվելու եւ ժամանակը եւս նպաստ։ Ստրեսները ինչքան շատ, այդքան ավելի ծանրաբեռնվածությունը, հոգսերը, տեսնում եմ, ուզում եմ, բայց չեմ կարողանում։ Այսինքն այստեղ նևրոտիկ խանգարման ժամանակ, եթե սենց ինչ որ կարճ բնութագրիչներ փորձեմ տալ, որոշ օրինակ հեղինակներ, Ֆրոյդը, Կարեն Խորնին, տարբեր մեծանուն հոգեթերապևտներ, հոգեբաններ անդրադարձ են կատարել եւ բավականին լուրջ ներդրում ունեն այս խանգարումների լուսաբանելու հարցում։ Օրինակ ըստ Ֆրոյդի դա սուպեր էգոյի եւ ցանկության եւ վերահսկման խնդիրն է, բախումն է կարծես։ Ներաշխարհում է տեղի ունենում, ներքին կոնֆլիկտ է, ուզում եմ մի բան, բայց պարտավոր եմ անել այլ բան։ Ենթադրենք մարդը ամուսնացել է 20 տարեկանում, ունի 3 երեխա, ծանր աշխատանք, ծանր կյանք, նա չի վայելել իր երիտասարդությունը եւ գնում է ինչ որտեղ հանգստանալու, տեսնում է մի կին եւ ցանկություն է առաջանում իր հետ շփվելու կամ ամուսնալուծվելու, նոր կյանք ստեղծելու, բայց նա ունի պարտականություններ, թե որպես ծնող, թե որպես ամուսին, թե որպես հայ, այդտեղ նաև միանում է ամոթ է, անպատիվ է, անբարու է, որ դու քո երեխաներին թողնես։ Այս օրինակն եմ բերում, որ ավելի շոշափելի լինի։ Այստեղ մարդու հետ բախում է ունենում այն ինչ որ ինքը ունի, այն ինչով որ ապրում է, այն ինչը որ կուզենար ունենալ։ Սա կարող է հանգեցնել նևրոտիկ խանգարման եւ կարողությունների ցանկություն։ Տեսեք, եթե հին անվանումներից մեկը բերեմ, հին մեկնաբանումներից նևրոզ ասացի, գոյություն ունի եռյակ նևրոզի՝ մեղավորության զգացում, ամոթի զգացում, պարտքի զգացում։ Ինչպես եւ մենք գործ ենք ունենում նևրոտիկ ստրուկտուրա ունեցող մտածողություն, վարք ունեցող անձանց հետ, օրինակ
այդ մարդիկ ավելի խստապահանջ են իրենց հանդեպ, ավելի պերֆեկցիոնիզմի հակում ունեն, ավելի գերպատասխանատվություն են կրում, իրենք միշտ տագնապում են, միշտ վախեր ունեն, միշտ ինչ-որ խուճապային վիճակում են։ Այս նևրոտիկ մտածողություն ունեցող անձը ինքը միշտ մտքերով դեպի ապագան է։ Ինքը միշտ անհանգստանում է մի բանի համար, ինչը որ չի եղել, գուցե եւ չի լինելու, իսկ առողջ հոգեկան ունեցող մարդի տարբերությունը նրանում է, որ նա խնդրի դեպքում է անհանգստանում կամ պլանավորում է իր գործողությունը։ Նևրոտիկը անդադար կարծես ինքը իր մեջ խնդիրներ է ստեղծում, այդ գերպատասխանատվությունը կա, ուրիշի կարծիքից կախում ունի, ցածր ինքնագնահատական ունի, թերարժեքության բարդույթ ունի։ Այս թեմաների մասին կարելի է անverջ խոսել։ Այն արանքային արտահայտությունները անընդհատ բոլորին ապացուցել, որ ինքը արժանի է ինչ-որ մի բանի։ Այդ էլ է նևրոտիկ մեխանիզմ, այսինքն ես այնքան ինքնաբավ չեմ, այնքան իմ արժեքը չեմ իմանում, այնքան ինքս ինձանով ես այն չեմ ինչ որ կուզենամ, ես պետք է միշտ ստանամ մարդկանց թույլատվությունը, ադաբրենիա ասած այդ որ դու լավն ես, մենք քեզ սիրում ենք, պետք է ինչ որ գործեր անի, նա որ իրեն ոչ թե իր անձը հարգեն սիրեն, այլ իր գործը, իր աշխատանքը, իր անունը, իր հեղինակությունը, եւ ինքը արդեն այս մրցարշավի մեջ է ամբողջ կյանքում, նա դադար չունի։ Մարտին, երեք որ խոսում էինք, դուք մի հատ հետաքրքիր բան ասացիք, որ նևրոզի դեպքում մարդ գիտակցում է, որ ինքը ունի խնդիր, փսիխոզի դեպքում մարդ չի գիտակցում, որ ինքը ունի խնդիր, այսինքն այն մարդիկ, ովքեր տառապում են նևրոզի տեսակներից մեկով, իրենք հստակ գիտակցում են եւ ի տարբերություն այն մյուս տեսակի, իրենք կարող են հասկանալ, որ իրենց պետք է օգնություն եւ դիմեն հոգեթերապևտի կամ այո չգիտեմ ինչքանով էֆեկտիվ է այս դեպքում դիմել հոգեբանի։ Մարդը անգամ եթե չի դիմում հոգեթերապևտին, որովհետեւ հոգեթերապևտին դիմելն էլ այդքան հեշտ չի։ Այսօր հանրությանը շատ հանրամատչելի է դարձել, հա, ինտերնետներում, սոցկայքերում, տարբեր էջերում, Instagram, YouTube, Facebook-ում արդեն մեծ քանակի տեսանյութեր կան, որտեղ որ հոգեթերապևտները, հոգեբանները պատմում են խնդրի մասին, որ դեպքում դիմել, որ խնդիրը ինչ նշանակություն ունի, ոնց է արտահայտվում, ոնց կանխել, ոնց է ազդում կյանքի որակի վրա։ Մարդիկ տեղեկացված են, բայց բոլորը չեն, որ գնում են այդ քայլին, որ իրենց լսես, օքեյ, ֆինանսական դժվարությունը կարող է պատճառ լինել, բայց գոյություն ունեն պաշտպանական մեխանիզմներ, բարդություններ, ես մյուս կողմից իմ ողջ մնալու ինստինկտը դրդում է, որ ես գործողություն անեմ խնդիրս լուծելու համար, մյուս կողմից իմ վախերը, ապագայի հանդեպ անորոշության զգացումը խանգարում է, որ ես քայլ անեմ, որովհետև հոգեթերապևտի մոտ գնալն էլ ուրիշ դժվարություններ, ուրիշ տագնապներ կարող է ինձ մոտ առաջացնել։ Ես գնում եմ միտեղ, որտեղ որ տվյալ մարդուն չեմ ճանաչում ու պետք է գնամ խոսամ իմ համար մերկացված թեմաների մասին, այսինքն ես պետք է իմ հոգին մերկացնեմ ու ես վստահ չեմ այդ մասնագետի ինչ վերաբերմունք է ցուցաբերելու մասնագիտական տեսանկյունից։ Բացի դրանից ինձ թվում է նաև հասարակությունում այդպես այդ պահպանվում է դեռ իհարկե մենք շատ ենք արդեն ֆանտազիաների գիրկն է ընկնում։ Նա սկսում է հորինել, բա որ իմանան, բա որ լսեն, ինչ կմտածեն, օրինակ հոգեթերապևտը, ինչքան էլ որ գոյություն ունեն էթիկական նորմեր, այցելուն վստահ չի, որ հոգեթերապևտի հետ զրույցը կոնֆիդենցիալ է, կաբինետից դուրս չի գալու, այցելուն նաև ունի մտավախություն, որ գուցե հենց հոգեթերապևտը կքննադատի իրեն, բարոյական արժեքներից դուրս ինչ որ բան կա, այսինքն իր հեղինակությունը, իր անձը վտանգի տակ է գտնվում այդ պահին, բայց մինչև չփորձի, նա չի կարողանալու առերեսվի իր տագնապային մտքերի կամ վարքի դրսևորման հետ։ Ու այստեղ արդեն երբ որ մասնագետը կոմպետենտ է, մասնագետը գիտի, որ նևրոտիկ խանգարումով այցելուն շատ դյուրագրգիռ է, վախեցած է, նրբանկատ է, ինչքանով է հոգեբանի, հոգեթերապևտի ծառայությունները հասանելի քաղաքացիներին։ Գնային դիապազոնը այսօր Հայաստանում ազատ է, այսինքն մասնագետն է ընտրում, թե ինքը ինչ գին է որոշում, ինչպես է նաև այստեղ գոյություն ունի գուցե մի քիչ պարադոքսալ հնչի, տվյալ մասնագետը թե ինչքանով է գնահատում իր աշխատանքը, իր չարչարանքը, թե ինչպիսի աստիճաններ է անցել, իսկ մենք գիտենք, որ Հայաստանում կրթություն ստանալը էժան չէ։ Այնուամենայնիվ կարողանանք գին նշել, ասենք, չգիտեմ, այսքանից այսքանը։ Այս պահի դրությամբ, որ արդեն ես 1 ժամը ասենք թե 1 ժամ է լինում կամ 50 րոպե է լինում հոգեթերապիան, 15000-ից մինչև 30000-ը այս պահին ավելի հաճախ հանդիպող գներն են, ու 30-ը այդքան հաճախ չէ, 20-25
15-18 այս դիապազոնը կարծում եմ նորմալ է 20-ը օրինակ օքեյ կարծում եմ 20000-ը այն գումարն է որը որ հոգեթերապևտի ծախսը կարող է փակել եկեք խոսամ նաև պատասխանեմ այն հարցին թե ինչքանով է այցելուի համար հասանելի անկեղծ կլինեմ բոլոր այցելուների համար չէ հասանելի եթե մարդը ստանում է 150,000 դրամ աշխատավարձ ու ամսվա մեջ գոնե 4 անգամ գնալու է հոգեթերապևտի մոտ կերևա իր գրպանի վրա իր ամսվա վերջ իր ծախսի վրա այս գումարը կերևա բայց եկեք նաև մի ուրիշ կարևոր հանգամանքի անդրադառնանք հոգեթերապիա հո ամբողջ կյանք չես գնում դու հոգեթերապիան դա ամենամեծ ներդրումներից մեկն է քո անձի մակարդակում, որովհետև հոգեթերապիայի մենակ չեն գնում խնդիրների դեպքում, չնայած որ Հայաստանում ավելի հաճախ երբ որ դանակը ոսկորին է հասնում, այդ դեպքում են դիմում կամ ծայրահեղ կամ կրիտիկական դեպքերում, բայց հոգեթերապիան նաև անձնային աճ է, ինքնաճանաչում է, մտածողության նոր ձև յուրացնել է, աշխարհընկալման ընդլայնում կամ փոփոխում է, ինքնագիտակցումս բարձրացնելու միջոց է Կյանքից որակը փոխելու միջոց է իսկ դա ամենամեծ ներդրումներից մեկն է գիտակցված ապրելը իմանալ ով եմ ես ինչ եմ ուզում ինչի եմ այստեղ ինչ է ինձ հետ կատարվում ինչպիսի վերաբերմունք ունեմ իմ անձի հանդեպ մարդկանց հանդեպ աշխարհի հանդեպ կյանքի հանդեպ Այս արդեն անցանք իմ նեղ մասնագիտական էգզիստենցիալ հումանիստական հոգեթերապևտիկ ուղղության հարցումներին մահվան վախն է այստեղ, կյանքի իմաստն է։ Մարտին, ինձ նաև գիտեք ինչն է հետաքրքրում շատ։ Քանի որ հոգեբանի, հոգեթերապևտի մոտ գնալը երկար ժամանակ այդպես կարելի ասել տաբու է եղել մեր հասարակության համար, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին բավականին առաջընթաց կա, դուք ձեր փորձից ելնելով ինչ կարող եք ասել նևրոզի խմբին, այդպես ասեմ, դասվող պաթոլոգիաներով դիմողների թիվը աճել է, նվազել է, փոփոխվել է։ Մի հատ այդ մասին խոսենք, էլի։ Իմ 7 տարվա աշխատանքային փորձը արդեն փաստում է այն մասին, որ հայերի մոտ, առավել եւս արական սեռի մոտ դիմելիությունը բավականին բարձրացել է, ինչը շատ ողջունելի է, Այսինքն առաջ հիմնականում կանայք են։ Աշխարհում ցուցանիշ կա, որ հիմնականում հենց հոգեթերապիայի կանայք են դիմում, բայց COVID-ից ու պատերազմից հետո արդեն եթե մենք բացի այս նաև ուշադրություն դարձնենք, թե 20 թվականից հետո կյանքի որակը ինչքան է փոխվել, մենք այսօր գործ ունենք նաև նյութականի իմաստ, եթե sense ճակերտավոր ասեմ, ավելի է բարձրացել կարծես, չէ՞։ Զգեստ կրելը, իսկ մեր հայերը սիրում են, չէ՞, ավելի խնամված լինել, ավելի գեղեցիկ զգեստ կրել, սիրում են գնալ հանգստանալու, սիրում են կաֆեներում սրճել, ռեստորաններում սնվել, այս ամեն ինչը լավ մեքենա վարել, լավ տեղ հանգստանալ, լավ բնակարանում բնակվել, լավ կրթություն ստանալ, ֆիզիկական ու այսինքն այդ բուժ միջամտություններին էլ կոսմետոլոգիական միջամտություններին էլ են սկսել մեծ ուշադրություն դարձնել այս բոլորը կապված է ծախսի հետ բայց այս բոլորից օգտվելու հնարավորություն բոլորը չունեն Էս էլ է ստեղծում հոգեբանական խնդիրներ որովհետեւ մենք այս նյութականի մրցակցվածքի մեջ ենք կյանքը Այդ առանձին մի թեմա է, որին հիմա չեմ ուզենա անդրադարձ կատարեմ, բայց այդ ավելի շատ կներեք, որ ընդհատում եմ իմ անձնական սուբյեկտիվ դիտարկումներով, կարող եմ ասել, որ ինձ թվում է, որ պատերազմից հետո այդ կարծրատիպը մի քիչ կոտրվել է եւ մարդիկ այլևս չունեն այդ ամոթի զգացողությունը դիմել հոգեբանի կամ հոգեթերապևտի ամենահաճախ դիմելիությունը որը գրանցված է դա տագնապային խանգարումն է հանձինս խոճապային գրոհների այցը եթե նաեւ հարցում անենք բժիշկներից հարցնենք շտապ օգնությունների կանչերի մեծ մասը խոճապային գրոհների մասին է Այստեղ էլ մեծ ներդրում ունի COVID-ը ու պատերազմը, որտեղ մենք առերեսվեցինք շատ լուրջ գոյության խնդրի հետ, մշակութային խնդրի հետ, ազգային խնդրի հետ, այստեղ վտանգի տակ դրվեց մեր ինքնությունը, մեր ով լինելը, մեր Արցախի հարցը, որը որ այսօր չունենք, հուսամ ժամանակավորապես չունենք, բայց սա անգամ եթե ես ապրում եմ Ամերիկայում, ես հայ եմ, դա իմ հայեցիության խնդիրն է, ռիսկի գործոն կա, որ ես կորցնում եմ ցանկացած ազգի ներկայացուցիչ ինքը կանգնելու տեղ ունենում է, ինքը իրեն ավելի ուժեղ է զգում, երբ որ ունի հայրենիք
3 միլիոն եթե համարենք որ ապրում են Հայաստանում ու 7 միլիոնից ավել աշխարհում հայ գոյություն ունի բոլորի օրանը Հայաստանն է իսկ պատերազմը այն գործոնը որ մենք ռիսկի առաջ կանգնեցինք մեր գոյի մեր էթնիկական խնդրի հետ մեր քրիստոնյա լինելու ու կորուստների մասին առանձին խոսալու հարց է թե ինչքան երիտասարդ սերունդ մենք կորցրեցինք ինչքան դա դաժան ազդեցություն ու հետևանք ունի մինչև օրս մեր վիրավոր զինվորները մեր հետ տրավմատիկ ստրեսային խանգարումներով վիրավորները իրենց ընտանիքի անդամները իրենց կյանքը որ պետք է լիներ ծաղկուն գեղեցիկ խոչընդոտվեց որոշների կյանքը քանդվեց այն ընթացքը չվերցրեց ինչ որ պետք է ունենա եւ այս ցավը բոլորիս վերաբերվում է անկախ նրանից թե ով ինչ տեսակով է արտահայտում կամ ինչ ձև է ցույց տալիս կամ թաքցնում Եվ սա նաև բերեց նրան, որ հոգեբանական խնդիրները ավելի ակտուալ դարձան հանձինս տագնապային խանգարումները, ստրեսի հետ կապված ռեակցիաները, անքնությունը երևի թե այդ սիմպտոմը անքնությունը, ախորժակի անկումը, գլխապտույտը, ինքնազգացողության վատթարացումը, տրամադրության տատանումները, ագրեսիվ լինելը, գերզգայուն լինելը, դյուրագրգիռ լինելը, այս հիմա սիմպտոմներ են, որոնք որ համընդհանուր են բավականին խանգարումների հետ, այսինքն իրանք կոմորբիդ կարելի է համարել, որ այս սիմպտոմը կարա լինի իմ օրինակ անքնությունը կարող է բոլոր դեպքերում լինել դեպրեսիվ խանգարումները, այսինքն երբ որ մարդու մոտ ավելի է բարթանում, ծանրանում, մարդը չի զբաղվում իր խնդրով, կարող է արդեն բերել հյուծման, սպառման ու դեպրեսիայի Այսինքն ձեզ դիմող մարդկանց հիմնական խնդիրը դա տագնապային Մեծ ճնշող մեծամասնությունը տագնապային խանգարումներով են Այո, նևրոտիկ խանգարումների հետ է ավելի մեծ աշխատանք, դե արդեն այնտեղ եթե տենց երկրորդ փուլ, երկրորդ պլան համարեմ, երկրորդ քանակը մեծ որ դիմում են, դա բռնության ենթարկված մարդիկ են, ամուսնալուծության, տարիքային ճգնաժամեր, անհաջողություններ, ամուսնության հետ կապված, որոշ դեպքերում կյանքի դժվարությունների հետ կապված մահվան վախի ակտուալ թեման, որը որ շատ, եթե խոսում ենք վախերի մասին, բոլոր վախերի մեջքին կանգնած է մահվան վախը։ Այդ ֆոբիաների մասին որ խոսում ենք, գոյություն ունի թանատոֆոբիա ասածը։ Մահվան վախն է, այսինքն բոլորի հետևում է կանգնած։ Մենք այսօր ապրում ենք մի իրականությունում, որտեղ լուրերը տոքսիկ են։ Ինչ խորհուրդ կտաք։ Եթե ունի մարդը տագնապային խանգարումներ կամ շատ տագնապային է ինքը եթե անգամ խանգարում չունի, հնարավորինս զերծ մնա լրատվական միջոցներից, սոցկայքերից, հնարավորինս կապ չունենա այդ ինֆորմացիայի հետ, որովհետև այդ ինֆորմացիան անդադար ակտիվացնում է նրա տագնապը։ Այստեղ ջրհեղեղ էր, այնտեղ մարդ մահացավ, սահմանի վրա կրակեցին, ինչ որ մեկը քաղցկեղից մահացել է կամ ինչ որ մեկը վթարով հիվանդանոցում է, տագնապը, այս բոլորը թրիգերներ են, խթաներ են, որպեսզի մարդու տագնապը ավելի սրվի։ Լավ, իսկ լրագրողներն ինչ անեն։ Լրագրողը իր աշխատանքն է կատարում, լրագրողը որ այդքանի մասի մտածի, հո չի գործը թողնելու գնատուն պարկիկ։ Ուցե լրագրողն էլ փորձ է այս ինֆորմացիայի հետ ինչ որ եզր գտնել։ Մեդիտացիան եւս լրացուցիչ կարող է լինել, սպորտով զբաղվելը, ինչ որ հոբիներ ունենալը, բնության գիր գնալը, բայց երբեք չփորձեք փոխարինել դա հոգեթերապիայի հետ։ Դրանք հավելյալ ռեսուրս ստանալու միջոցներ են, ինչպես է եկեղեցի գնալը, մոմ վառելը, ինչ որ արարողությունների մասնակցելը, ինքնախնամ կատարելը շատ կարեւոր է։ Քո մասին հոգ տանելը դա էգոիզմ չէ իսկ մեզ սովորացրել են որ դա էգոիզմ է էգոիզմ է այն երբ որ իմ դիմացինը ինձ հարկադրում է մանիպուլյացիաների միջոցով անեմ այն ինչ որ իրեն է հարմար իսկ մեզ սովորացրել են ծառայել բոլորին ու ինձ տեղ ու հերթ չհասնի սա եւս առաջացնում է խնդիրներ նևրոտիկ խանգարումների դեպքում այս նևրոտիկ մտածողություն ունեցող մարդը անznազոհ է լինում այդ փրկչի դերում մարդը ինքը ծառայում է բոլորին ոչ թե իրան ու իրան հերթ չի հասնում այսինքն ուրիշի շահերը ավելի կարևոր են քան իր շահերը ուրիշի կյանքը ուրիշի հետ կապվածը առաջին պլան է ինքը երկրորդ կամ 10-րդ պլանում է նևրոզի ու պսիխոզի նևրոտիկ ու պսիխոտիկ խանգարման հետ կապված նևրոտիկ խանգարում ունեցող անձը ինքը անդադար ասեցի արդեն փնտրում է միջոցներ որ խնդիրը լուծի այ երբ որ իր ուժերից վեր է խնդիրը ու չի կարողանում սպառիչ լուծում գտնել կամ գուցե շոշափելի չի իր խնդիրը բայց նա հասկանում է որ իր կյանքի որակը այն չի, ինքը դժգոհ է, հաճույք չի ստանում իր կյանքից, աշխատանքից, հարաբերություններից, շփումներից, այս դեպքում արդեն դա ղողանջ է,
որպեսզի դիմի մասնագետին։ Իսկ փսիխոցիկ խանգարման ժամանակ ընդհակառակը նա ասում է բոլորդ գիժեք, ես եմ առողջ։ Նևրոտիկ խանգարման ժամանակ ինքը այնքան զգայուն է, այնքան մտահոգված է, ասում է ես երևի գժվել եմ։ Ինձ հետ մի բան այն չի, ինչ անեմ։ Այս խոսում են մասին, որ դու առողջ ես, որտեղ քո քննադատական մտածողությունը խոսում է մասին, որ դու ունես խնդիր, այսինքն հասկանում ես այդ ռեֆլեքսիա ասածը գոյություն ունի։ Դեղերով հնարավոր է արդյոք բուժել նևրոզը։ Դեղորայքային թերապիան ազդում է հետևանքի վրա, ոչ թե պատճառը, այսինքն ազդում է սիմպտոմների վրա, եթե այլ ավելի մատչելի ասեմ, դեղորայքը ազդեցություն ունի մարմնի վրա, որովհետև սիմպտոմների մեծ մասը մարմնական են։ Իսկ դեղորայքը չի կարող լուծել այն խնդիրը, որը որ տարիների ընթացքում է առաջացել, կամ ին վախերը, կամ ին ֆոբիաները, կամ կոնֆլիկտը ինչ որ հարազատի կամ ընտանիքի անդամի հետ, այդ ինչ դեղ գոյություն պետք է ունենա, որ ես խմեմ ու իմ ու վարդու փոխարեն մեր խնդիրը լուծի։ Գոյություն չունի տենց դեղ, գոյություն չի ունենալու։ Սա պահանջում է հոգեբանական մոտեցում, այսինքն փնտրել խնդիրը, հետազոտել, վերլուծել, պատճառը վերացնել։ Այս արդեն հոգեթերապիան է, նևրոտիկ խանգարումների դեպքում արդյունավետ է հոգեթերապիան, բայց երբ որ տագնապային խանգարման խմբից գեներալիզացված տագնապային խանգարում է, այս դեպքում հոգեբուժ, հոգեթերապևտ աշխատանքը ավելի արդյունավետ է լինելու, որովհետև գեներալիզացված տագնապային խանգարման դեպքում մարդը ավելի զգայուն է, ավելի շատ մեծ քանակի տագնապներ է ունենում ու ամեն ինչի մասին է տագնապներ ունենում։ Այսինքն նա անգամ այդ 50 րոպե մի ժամը ի վիճակի չի նստել ու թերապիա իրականացնել, խոսել, հիշել, վերլուծել, որովհետև հոգեբանական խնդիրների դեպքում առաջին հերթին նաև տուժում են կոգնիտիվ ֆունկցիաները, մտածողություն, հիշողություն, խոսք, երևակայություն։ Իսկ այս դեպքում նա չի կարողանում նորմալ մարսել այդ ինֆորմացիան, չի կարողանում ծրված է նրա ուշադրություն չի կարողանում կենտրոնացնել իր ու իր խնդրի վրա կամ այն հարցի շուրջ ինչի մասին ես խոսում։ Այս դեպքում շատ ողջունելի է, որպեսզի հոգեբուժի մոտ ստանա նաև դեղորայքային թերապիա։ Տաբու ասածը, որ էլի մենք ունենք ավելի շատ հոգեբուժին դիմելու հետ, հիմա հոգեթերապևտներին, հոգեբաների հանդեպ մի քիչ թուլացել է։ Հոգեբուժը միայն չի զբաղվում փսիխոցիկ խանգարում ունեցող մարդկանցով, անձանց հետ չի աշխատանքը միայն։ Այս կարևոր է ֆիքսել, որովհետև մարդկանց թվում է, թե եթե հոգեբուժ ուրեմն կոպիտ ասած մենակ գժերի հետ գործում։ Ես նաև ուրիշ խանգարումների ցանկից նշեմ, աֆեկտիվ խանգարումների ցանկից դեպրեսիվ խանգարման ժամանակ, երբ որ արդեն ծանր փուլի է հասել, պարտադիր է հոգեբուժի դիմել նաև, որովհետև արդեն վերջին սիմպտոմը սուիցիդալ փորձը, եթե նա դեղորայքային թերապիա չստանա, նա ինքնասպանություն է գործելու մահանա։ Ինչպես է օրինակ սահմանային խանգարման խմբից borderline-ը, սահմանային անձնային խանգարում ունեցողը, որտեղ որ աշխարհում ամենաշատ մահափորձը կատարում են այս անձինք, այստեղ եւս հոգեբուժի միջամտության կարիք կա։ Այսինքն այն տաբուն, որ մենք ունենք, ոյ գնալու եմ հոգեբուժի մոտ դեղ է տալու ինձ գիժը սարքելու ասածը, այդպիսի դա միֆ է։ Հոգեբուժների մասին միֆերը շատ են ու երբեմն մենք էլ ենք նպաստում այդ միֆերի զարգացմանը։ Հոգեբուժը այն մասնագետն է, ով ունի բժշկական կրթություն, 5 տարի սովորել է բժշկականում, հետո արձինատուրան սովորել է հոգեբուժություն։ Նրա աշխատանքն է ախտորոշել պացիենտին եւ ախտորոշմանը համարժեք դեղորայքային թերապիա իրականացնել։ Կա նաեւ հոգեբուժ հոգեթերապևտ, ով որ բացի հոգեբուժությունից նաև հոգեթերապիա է իրականացնում, հավելյալ սովորել ու վերապատրաստվել է։ Հոգեբանը իրավունք չունի դեղորայք նշանակելու։ Խնդրում եմ սա դարձնել դրոշակ ու միշտ հիշել։ Այն հոգեբանը, ով որ դեղորայք է նշանակել, նա կոպիտ խախտում է անում։ Միանգամից կարող եք հրաժարվել հոգեթերապիայից կամ անգամ չվճարել նրան, որովհետև դա ամենակոպիտ խախտումներից մեկն է։ Անգամ այն անշար գլխացավի դեղ խորհուրդ տալը չի թույլատրվում։ Ես ինքս իմ առաջին կրթությունը բժշկական քոլեջ եղել, հետո չեմ շարունակել բժշկական համալսարանը։ Անգամ այս դեպքում ես իրավունք չեմ վերապահի ինձ, անգամ այն թեթև առօրյա ինչ որ դեղորայքի մասին խոսել, դա իմ կոմպետենցիայից դուրս է։ Եթե բանը հասել է նրան, որ պետք է դեղորայքային միջամտություն ստանալ, խնդրեմ դիմեք հոգեբուժին։ Բարձր, Մարտին լինում է, կարող է լինել, որ ենթադրենք մարդ ունի նևրոզ, որը գալիս է իր կյանքի իրավիճակից։ Ենթադրենք
կին է, որը ենթարկվում է իր ընտանիքում բռնության եւ դրա պատճառով ինքը ձեռք է բերել նևրոտիկ ինչ որ դրսևորումներ։ Եվ երբ որ նա կայացնում է որոշում գնալ այդ ընտանիքից, այսինքն պատճառը վերանում է, հնարավոր է որ իր հոգեկան վիճակը լրիվ տեղը գա առանց դեղորայքային միջամտության կամ հոգեթերապևտին դիմելու։ Ուզում եմ հավատալ, որ որոշ դեպքերում հնարավոր է, չի բացառվում, որ որոշ դեպքերում հնարավոր է կախված նրանից, թե ինչ տրավմայի մասին է խոսքը կամ գուցե տրավմա չի ստացել, այլ ժամանակային խնդիր է եղել, խնդիրը վերացավ արտաքին աշխարհի, ներաշխարհումս այդ խնդիրը էլ տեղ չունի, ակտուալ չէ։ Լինում են դեպքեր, որ հաղթահարելի է, լինում են դեպքեր, որ կարող է հասնել տևական ժամանակ ունեցած բռնությունը կոմպլեքսնի հետ տրավմատիկ ստրեսային խանգարման։ Սա ավելի բարդ խանգարում է, որը որ ավելի երկար ժամանակ է պահանջում բուժելու համար։ Ինքը պաշտոնապես չկա ոնց որ ինչ որ նոր ձեռնարկներում ու այս կոմպլեքսնի հետ տրավմատիկ ստրեսային խանգարումն էլ ինքը ոնց որ միշտ կան այս խնդիրները, բայց մարդը սովորել է այս խնդիրներով ապրել է։ Հա, ինքը ակտուալ, օրինակ հետտրավմատիկ ստրեսային խանգարումը ավելի ակտուալ է, ավելի թարմ է, եթե հետաձգված չէ, եթե դեպքից մինչև մի ամիս պետք է տևի, որպեսզի կոնկրետ ախտորոշվի։ Մնացած դեպքերում արդեն ամեն դեպքում, եթե վստահ չէ, որ խնդիրը լուծված չէ, եթե ունի անհանգստություններ, ցանկալի է դիմել մասնագետի կարծիքը լսել։ Իսկ եթե մարդ անցել է թերապիա եւ այսպես ասած բուժվել է, հնարավոր են որպեսզի սիմպտոմները հետ գան եւ ինչի է այդպես լինում։ Այո, մենք չենք կարող ամբողջությամբ երաշխավորված լինել, որ այլ խնդիր չենք ունենալու։ Հոգեթերապիան այն միջոցը չի, որ մի անգամ գնացի, այլևս կարիք չի լինելու։ Գուցե եւ տենց լինում է, բայց մեր կյանքի ընթացքում անդադար փոփոխություններ են տեղի ունենում։ Ամենապրիմիտիվ տարիքային փոփոխությունները՝ ծերանալ, դժվարություններ, կորուստներ, մահեր, հիվանդություններ, տարիքային ճգնաժամեր, աշխատանքի հետ կապված բարդություններ, միջանձնային բարդություններ, ներանձնային բարդություններ, արտաքինը տարիքի ընթացքում չընդունելու դժվարություններ։ Մարդը եթե ստրեսակայուն չի, մարդը եթե բավականաչափ ռեսուրս չունի, նա մենակով չի կարողանալու այս հարցը լուծել եւ այո, սիմպտոմները կարող են ի հայտ գալ։ Բայց այն մարդը, ով որ ունի արդեն հոգեթերապիայի փորձ, ամենայն հավանականությամբ նա ավելի ստրեսակայուն է, նա հմտություններ գիտի, նա այն ինչ որ հոգեթերապիայի ընթացքում մարդը նաև սովորում է շատ բաներ։ Եվ այս սովորած ներդրումը իր ամբողջ կյանքում նա կարողանում է կիրառել։ Հոգեթերապիա անցած այցելու մտածողությունը բավականին տարբերվում է, դա ստրեսակայուն է, այո։ Այցելուներ կան, որոնք մի քանի տարվա հոգեթերապիա են անցել, նրանց մտածողությունը կարծես հոգեթերապևտի մտածողություն լինի, վերլուծել, ճանաչել իմ էմոցիաները, մարմնի դիրքը, ապրումները, իմ զգացողությունները, այսինքն հոգեթերապիայի ընթացքում նա սովորել է ճանաչել, կառավարել եւ արտահայտել իր էմոցիաները, իր անձնային սահմանները նա կարողանում է ճիշտ դնել, կարողանում է ասել ոչ, կարողանում է բարձրաձայնել իր ցանկությունները, այս հմտությունը, որը մնում է իր հետ։ Եվ կուզենամ վերջին հարցս ձեզ ուղղել երկար ստրեսային վիճակը հասարակությունում եւ նևրոզի դրսևորումները կարող են ազդել անպտղաբերության վրա, թե ոչ։ Բարդ է հարցը, միանշանակ չի իմ պատասխանը, բայց կան խնդիրներ, օրինակ վագինիզմը, որի պատճառներից մեկը հոգեբանական է։ Անպտղության հետ կապված է լինում են դեպքեր, ոչ թե անունը հենց ուզում եմ դնել, որ դիստրեսից է եկել այդ վիճակին, այլ գուցե հոգետրավմայից։ Օրինակ անպտղության հետ կապված ինքը շատ բարդ ու կարևոր թեմա է։ Ես իմ պրակտիկայից կարող եմ փորձ կիսվել ձեզ հետ, կին ով որ տարիներ շարունակ առողջ հարաբերություն է ունեցել առաջին հայացքից իր ամուսնու հետ, ոչ մի կոնֆլիկտային բռնության դեպք չի եղել, բայց նա ունեցել է մանկական տրավմա, այսինքն ինքը դեռ իրեն չէր կարողանում լիարժեք համարել մայրիկ, որտեղ իր ներսի երեխան տեսել է դժվարություններ, բարդություններ, նա ուներ վախ, որ լավ մայրիկ չեմ լինելու։ Այս հիմա շատ պարզեցված եմ ես խոսում, այս թերապիայի ընթացքում այդքան պարզեցված ու գիտակցված չի լինում։ Ու աշխատանքի ընթացքում այս տեսակ թեմաների քննարկումից, վերլուծելուց, արդյունավետ պրոդուկտիվ աշխատանք ունենալուց հետո նա հղիացավ։
Այսինքն այն խնդիրը, որ ծառացած էր իր արժե, որ չգիտակցված էր, իր կանացիության հետ կապված կոնֆլիկտը, մայրության հետ կապված պատասխանատվության, իր մամայի նույնական խնդիր չուներ, բացարձակապես ինքը տարիներ շարունակ բուժում է ստացել ֆիզիոլոգիական ոչ մի օգուտ։ Հոգեթերապիայի ընթացքում այս խնդիրների հետ աշխատելուց հետո նա հղիացավ։ Ամուսինը եւս գնում էր հոգեթերապիայի, արդեն ոչ իմ մոտ, առանձին ուրիշ մասնագետի մոտ ու նրանք երևի արդեն մեծ բալիկ ունեն, դա տարիներ առաջ է եղել։ Ուզում եմ այս ուրախ նոտայի վրա վերջացնենք մեր զրույցը, իսկ ես հիշեցնեմ մեր ունկնդիրներին, որ իմ այսօրվա հյուրն էր կլինիկական հոգեբան եւ հոգեթերապևտ Մարտին Մովսեսյանը եւ խոսում էինք նևրոզի մասին։